Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր օգոստոսի 12-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Տեսնում եք, ինչ լուրջ զարգացումներ գնում են և Հայաստանի ներսում, և դրսում։ Օրինակ, Դոնալդ Տրամպը արեց Իրանի հետ կապված ապշեցուցիչ հայտարարություն։ Ինքը սիրում է տարբեր օրիգինալ հայտարարություններ անել, բայց այս վերջինը ապշեցուցիչ էր, եւ որ ինքը ասեց, որ Իրանի հետ հարցերը պետք է լուծվեն տնտեսական լծակները օգտագործելով Իրանի դեմ։ Ճնշել, ստիպել գան բանակցությունների։ Ու այդ դեպքում առաջանում է հարց, ինչի սկսեցիք երկու հատ պատերազմ Իրանի դեմ, սա խառնվեց մեծ մերձավոր արևելքի տարածաշրջանը, մեծ լուրջ բացասական ազդեցություն հարևան տարածաշրջանների վրա, կամ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը ստորագրեցին պաշտպանության պակտ, պաշտպանության դաշինք, այնտեղ շատ լուրջ կետեր են, անպայման այդ երկու թեմաներին ես անպայման նաև այդ թվում ռուս-ուկրաինական պատերազմի վաղը կանրադառնամ անպայման, բայց ուզում եմ ասել, տեսակ ինչ է կատարվում, եւ մեր շուրջ զարգացումները լրջագույնն են։ Եվ ներսում, նայեք, այսօր մենք անպայման ձեզ հետ կխոսենք այն process-ի մասին, որը գնում է Հայաստանի ներսում, ազգային ժողովի ղեկավարության ձևավորումը շարունակվում է, հիմա ազգային ժողովի նիստ է գնում, հանձնաժողովի նախագահների թեկնածուները ելույթներ են ունենում, վերջի 2-3 օրը մեծ աղմուկ էր կապված Արամ Վարդևանյանի ընտրությունների հետ, այդ ուժեղ Հայաստանից մարդը դարձավ ազգային ժողովի նախագահի տեղակալ, ինչու մեծ աղմուկ էր, ոնց կարող էր մարդիկ ասում են, ոնց կարող էր քաղաքպայմանագիրը իրենց տալ ձայն, որ ինքը կանցնի, մեծ աղմուկ էր դրա հետ կապված, որ եվրոպական հանձնաժողովը, եվրոինտեգրացիայի հանձնաժողովը չվերցրեց քաղաքպայմանագիրը, այդ ինչ խաղ է, լուրջ քննադատություններ, քննարկումներ, այդ թեմաների շուրջ ես անպայման այսօր պետք է խոսեմ, իմ կարծիքը նաև ասեմ, վերջի 2 օրը զբաղված էի, չէի կարող մտնել եթեր, բայց այդ թեմաները անչափ կարևոր են մեր հասարակության համար, մեր սփյուռքայության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որ հասկանանք ինչ է կատարվում մեր ներսում Հայաստանի, դա ինչ է նշանակում, այդ ինչ մեսիջներ է մեր կառավարությունը ու քաղաքպայմանագիրը ուղարկում Պուտինին, թե ում, հրաժարվելով եվրոինտեգրացիայի հանձնաժողովից ու վերցնելով Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը վերցրեց Եվրասիական տնտեսական համագործակցության հանձնաժողովը, դրա հետ էլ կապված մեծ աղմուկ էր, անպայման այս թեմաներին ես կանդրադառնամ, նաև կասեմ ինչին է պատրաստվում Ռուսաստանը մոտ ժամանակներս, ինչ քայլեր էլի կանի մեր դեմ ուղված, ու կհասկանա Ռուսաստանը այս Նիկոլ Փաշինյանի ուղարկված մեսիջները, ու պարզ է այսօր շատ կարևոր թեմա մենք ունենք, Իլհամ Ալիևը, Ադրբեջանի նախագահան, գտնվում է Նախիջևանում։ Ու այնտեղից ինքը արեց մի շարք հայտարարություններ կապված նաև այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների հետ, նաև այն ծրագրերի, որոնք տարածաշրջանում կամ իրականացվում են, կամ պետք է իրականացվեն։ Ու այնտեղ արեց նաև հայտարարություններ, որոնք առաջացնում են հարցեր, օրինակ Իլհամ Ալիևը ասեց, որ մեր մասնագետները TRIP ծրագրի շրջանակներում մտել են Հայաստան, ուսումնասիրել են Հայաստանի հարավում, ոնց կարելի է օրինակ էլեկտրահաղորդման գծերը անցկացնել ու դա հնարավոր է թե ոչ եւ այլ եւ այլ։ Ճիշտ ասած ես մեր կառավարությունից չեմ լսել այս ձևի բաներ, որ Ադրբեջանի մասնագետները TRIP ծրագրի շրջանակներում մտել են Հայաստան։ Չեմ լսել, ինձ հետաքրքիր է ինչ ասելու մեր կառավարությունը։ Իրոք, եթե գնում է ակտիվ համագործակցություն Ադրբեջանի հետ, իմ կարծիքով տեղյակ պետք է լինի հասարակությունը։
որ վաղը ինչ որ անսպասելի բաներ չլինեն, չսկսեն առաջանալ լուրջ կասկածներ, ու հույսով եմ, որ կառավարությունը մեր կասի մեզ իրական իրավիճակը։ Հիմա սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Նայեք, ազգային ժողովում ամսի 10-ին օգոստոսի որոշում ընդունեցին ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը կլինի ժամանակավոր հանձնաժողով, բայց որոշեցին ստեղծել։ Դուք գիտեք, մեր սահմանադրության համաձայն մենք ունենք 12 մշտական հանձնաժողովներ, միջև 12 մշտական իրավունք ունեն, ու պարլամենտը կարող է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ։ Մեր ազգային ժողովը ունի հենց 12 մշտական հանձնաժողովներ։ Կարող են լինել ավելի փոքր թվով հանձնաժողովները, բայց մենք ունենք 12 մշտական հանձնաժողով եւ ժամանակավոր հանձնաժողովը էթիկայի հարցերով ստեղծվեց։ Այդ հանձնաժողովը ստեղծվեց կոնսենսուսով, բոլոր առանց բացառությամբ եւ քաղ պայմանագրի падգամավորները եւ ուժեղ Հայաստան դաշինքների падգամավորները քվեարկեցին իօգուտ այդ հանձնաժողովի ստեղծմանը։ Բաղկացած կլինի 10 անդամներից, 5 կլինեն քաղ պայմանագրից, 3-ը ուժեղ Հայաստանից, 2-ը Հայաստան դաշինքից։ Պարոն Արամ Վարդևանյանը ինքը ընտրվեց ազգային ժողովի փոխնախագահ։ Այս ընտրվելը, որ ընդդիմությունից ուժեղ Հայաստանից մարդ ընտրվեց տեղակալ, դուք գիտեք դա քվոթայով է, այն օրենքը, որը կա եւ ընտրությունների օրենքը եւ կանոնակարգ ազգային ժողովի օրենքը, որոնք կարգավորում են այս հարցերը, իրենք պահանջում են, որ տեղակալներից մեկը լինի ընդդիմադիրներից։ Պարզա ընդդիմադիրները բավարար չափով ձայներ չունեն, որ 50%-ից ավել լինի, որ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեր Արամ Վարդևանյանը, պարզ է, որ քաղ պայմանագիրը իր նիստում որոշում ընդունեց, որ падգամավորները այդ պակասած 13 ձայներ կտան Արամ Վարդևանյանը, ինքը հավաքեց 53 ձայն, անցավ, քանի որ այսօրվա ազգային ժողովում 105 падգամավորը, ուրեմն 53 ու ավել պետք է հավաքեր փակ գաղտնի քվեարկության ժամանակ Արամ Վարդևանյանը, որ ընտրվեր տեղակալ, ազգային ժողովի նախագահի տեղակալ, ու ինքը ընտրվեց։ Մեծ աղմուկ էր ինչի հետ կապված, ես լսել եմ մի քանի քաղաքագործիչների, փորձագետների կարծիքը, մեծ աղմուկը նրանում էր, որ ընտրարշավի ժամանակ իշխանությունները խստագույնս քննադատում էին ռուսամետ այս ընդդիմադիրներին, ուժեղ Հայաստանին, մեղադրելով նրա մեջ, որ իրենք բոլորը ստացան մանդատները ընտրակաշառքներով, ու ստացվում է, որ հիմա էլ քաղ պայմանագիրը սկզբունքների դեմ դուրս է գալիս ու քվեարկում է իօգուտ Վարդևանյանին։ Եթե նայենք բարոյական նորմերից, նայենք սկզբունքների նորմերի տեսանկյունից, միգուցե տեղին է այդ քննադատությունը, միգուցե տեղին է, բայց ես ուզում եմ ասել, որ իշխանությունները այսօրվա շատ լավ հասկանում են, այս օրենքը, որը կա, այս օրենքը այս իշխանությունները ընդունում են, այս օրենքում ընտրական օրենսգրքում, այս կանոնակարգ ազգային ժողովի օրենքում ցանկացած փոփոխություն կարող էր անցկացնել քաղ պայմանագիրը ու շատ փոփոխություն արելը։ Կոպիտ ասած այս օրենքը, որի համաձայն հիմա ձևավորվում է ազգային ժողովը, դա քաղ պայմանագրի օրենքն է։ Հիմա պատկերացրեք, որ քաղ պայմանագիրը չքվեարկեր իօգուտ Արամ Վարդևանյանին։
փակեր ճանապարհը։ Հետո փակեր ճանապարհը հանձնաժողովների նախագաների տեղերում։ Դա ավտոմատ կնշանակեր լեգիտիմության քանդում մեր ազգային ժողովի։ Ու ես կարծում եմ, մեր իշխանությունները շարժվում էին այդ սկզբունքով, քաղաքապայմանագիրը Նիկոլ Փաշինյանը, որ եկեք չտորպեդավորենք տեխնացուներին, ընդդիմադիր տեխնացուներին, ոչ միայն ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնին, չտորպեդավորել Վարդևանյանին, բայց ոչ միայն իրան, նաև հանձնաժողովների նախագահների տեղերը կամ տեղակալների, որոնք տրվում են ընդդիմադիրներին։ Եթե քաղաքապայմանագիրը գնար ճանապարհով, ասենք կոշտ, սկզբունքային բոլորին բլոկ աներ, ավտոմատ դա կնշանակեր, որ ազգային ժողով մենք չունենք, ազգային ժողովը լեգիտիմությունը կկորցներ։ Դա հասկանալի է, չէ՞, այստեղ դժվար չի հասկանալ։ Ու ես կարծում եմ քաղաքապայմանագիրը գնաց պրագմատիկ ճանապարհով։ Քաղաքապայմանագիրը որոշեց ձևավորել ազգային ժողովը։ Նորից կրկնում եմ, շատերը չգիտեն, այդ քվոթաները, որը ունի ընդդիմությունը, այդ քվոթաները օրենքից են գալիս։ Պարլամենտական համակարգի էությունը այլ է։ Պարլամենտական համակարգում չկա մեծ հաշվով ընդդիմություն։ Պարլամենտական համակարգով բոլորը պետք է պաշտոններ ստանան ու բոլորը ստանձնում են պարտավորություն պետության մեջ։ Կոպիտ ասած, ազգային ժողովում չի կարող լինել այդպես, որ 100%-ով հաղթող կուսակցությունը սաղ տեղերը ստանում է։ Ու օրենքում դա կա, որ քվոթաներ ստանում է նաև փոքրամասնությունը, ընդդիմադիրները։ Ուրիշ բան է, որ մեր դեպքում մենք գիտենք, որ այդ ընդդիմադիրները ռուսամետ ուժեր են, այդ ուժերը դասական, հայկական, քաղաքական ուժեր չեն, դրսի ազդեցությունը Ռուսաստանի այդ ուժերի վրա, գաղափարախոսության վրա, քայլերի շատ մեծ է, ու դա է պատճառը, որ մարդիկ էմոցիոնալ արձագանքեցին նրան, որ ընտրվեց Արամ Վարդևանյանը, բայց իշխանությունը պրագմատիկ մոտեցավ, իշխանությունը ուզում է, որ ձևավորվի ազգային ժողովը ու այդ ազգային ժողովը սկսի աշխատել, որ լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի։ Մեզ հետ էր պակաս, մի հատ էլ լեգիտիմություն կորցնի ազգային ժողովը, ավտոմատ դա նշանակում է լեգիտիմության կորուստը կառավարության։ Դա է խնդիրը։ Մյուս դժգոհությունը, որը շատ հասկանալի դժգոհություն է, պարզվեց, որ երբ որ բաշխվում էին ազգային ժողովում, երբ որ բաշխվում էին նախագահի տեղերը այս 12 մշտական հանձնաժողովների, կարգը որն է։ Սկզբից քաղաքապայմանագիրը ասեց երկու հանձնաժողովները, որոնք նախ առաջի հերթին իրանց պետք են։ Հետո մի հանձնաժողով նշեց ուժեղ Հայաստանը։ Հետո նորից քաղաքապայմանագիրը էլի երկու հանձնաժողովներ նշեց իրանց համար կարևոր, որ նախագահի տեղերը մերն են։ Հետո նորից հերթ եկավ ուժեղ Հայաստանի։ Ու ստացվեց, որ 3 քայլ արեցին ու նույնիսկ երրորդ քայլից հետո քաղաքապայմանագիրը չնշեց, որ իր համար շատ կարևոր է եվրոինտեգրացիայի հանձնաժողովը։ Դա լրջագույն դժգոհություն առաջացրեց եւ հասարակության մի հատվածի մեջ պրոեվրոպական եւ պարզե փորձագետների եւ քաղաքական գործիչների մոտ պրոեվրոպական, պրոդեմոկրատական, իրենք բոլորը շատ էին դժգոհ, որ այս հանձնաժողովը չվերցրեցին իշխանությունները։ Նայեք իշխանությունները քաղաքապայմանագիրը առաջի երկու հանձնաժողովները, որը նշեց պետաերևական հանձնաժողով եւ պաշտպանության հանձնաժողով։ Նու հասկանալի է, ոնց կարա իշխող ուժը պաշտպանությունը տալ ընդդիմադիրներին, կամ պետաերևականը ինչու վերցրեց իրեն քաղաքապայմանագիրը, քանի որ ուզում է փոխել սահմանադրությունը, պլանները վաղուց պլաններ են։ Երկրորդ փուլում քաղաքապայմանագիրը երկու հանձնաժողովներ ուզեց արտաքին հարաբերությունների եւ տնտեսական հարաբերությունների հանձնաժողով։ Նու տնտեսականը պարզ է, իշխանությունը
պետք է վերահսկի տնտեսական զարգացումները, գլխավոր ռեֆորմները այնտեղ պետք է անի, բայց իրենք որոշեցին քաղաքապայմանագիրը ոչ թե եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը վերցնել, այլ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերցնել։ Ինչ ուզեց գլխավոր անդիմադիր ուժեղ Հայաստանը, ֆինանսավարկային հանձնաժողովը եւ տարածքային եւ տեղական ինքնակառավարման այդ հարցերով զբաղվող հանձնաժողովները։ Իրենք համարում են իրենց համար դա կարևոր։ Երբ որ եկան 3-րդ, 4-րդ փուլերը, նոր պարզ դարձավ, որ քաղաքապայմանագիրը ընդհանրապես չի ուզում եվրոինտեգրացիայի հանձնաժողով վերցնել, վերցրեց եվրոինտեգրացիայի հանձնաժողովը ուժեղ Հայաստանը։ Իրոք շատ զարմանալի իրավիճակ է, այն քաղաքական ուժեղ Հայաստանը, որը ակնհայտացում է, որ պետք է մենք գնանք Ռուսաստանի հետ, վերականգնենք հարաբերությունները հապկում, ու բաց են ասում, չեք կարող ասել, որ գաղտնիք են անում։ Ինչ կապ իրանք ունեն եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնելու, չգիտեմ, բայց քաղաքապայմանագիրը վերջում նաև վերցրեց Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը։ Պարզ է դա էմոցիոնալ արձագանք տվեց, դժգոհություն։ Ես պետք է ասեմ, որ իրոք Եվրոինտեգրացիայի հանձնաժողովից հրաժարվելը պետք չէր քաղաքապայմանագրին, իմ կարծիքով պետք է վերցնել, բայց ես կարող եմ ասել իմ կարծիքը ինչու իրանք վերցրեցին չվերցրեցին եվրոինտեգրացիայի հանձնաժողովը, տվեցին ուժեղ Հայաստանին, վերցրեցին Եվրասիականին։ Դա մեսիջը Պուտինին։ Դες Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, որ մենք չեք թաքցնում ձեզանից ոչ մի բան։ Տեսեք, հիմա տալիս ենք ուժեղ Հայաստանին եվրոինտեգրացիայի հանձնաժողով, որ իրանք վերահսկեն իրավիճակը։ Մենք ձեզանից բան չենք թաքցնում։ Մենք վերցրեցինք Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը, ուրեմն Եվրասիականից չենք հրաժարվում։ Մոտավորապես մեսիջը դա է Նիկոլ Փաշինյանի կողմից, ես այս դժգոհությունը, որը կա, իսում եմ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովը, իմ կարծիքով պետք է քաղաքապայմանագիրը վերցնել, բայց քաղաքապայմանագրի տրամաբանությունը կամ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի հասկանում է։ Դա մեսիջներ են Պուտինին, բայց շուկան մեզ համար ոչ մի վտանգ դուք չունեք եվրոինտեգրացիայի հետ կապված, տեսակ, մենք ձեր մարդկանց ուժեղ Հայաստանին տվեցինք եվրոինտեգրացիայի հանձնաժողովը, որ նախական վերահսկի իրավիճակը այն ներսում։ Ես այդպես եմ հասկանում։ Ես ավելին ձեզ ասեմ, այդ որոշումը կատարվեց վերջի ժամանակներս, վերջի 2-3 օրվա որոշումը։ Ինչու ես դա ասում եմ։ Երբ որ նախնական քաղաքապայմանագիրը քննարկում էր հարցեր, որ հանձնաժողովները պետք է վերցնի, Եվրոինտեգրացիայի հանձնաժողովը մտել էր այդ ցանկի մեջ։ Սկզբից քաղաքապայմանագիրը ուզում էր դա անել, նույնիսկ ես հիշում եմ, ում էին իրանք առաջարկում իրենց կողմից քաղաքապայմանագիր, ով պետք է լիներ այդ հանձնաժողովի նախագահի թեկնածուն իրենց մոտից։ Սոնա Ղազարյան։ Ինչ եմ ուզում ասել։ Այդ քննարկումը ցույց է տալիս, որ իրենք ուզում էին եվրոինտեգրացիայի հանձնաժողովը վերցնել ու նույնիսկ թեկնածու ունեին, բայց վերջում փոփոխություն կատարվեց։ Այդ փոփոխությունը գալիս է ինչից։ Նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է ապացուցել Ռուսաստանին, որ պետք չի վախենալ։ Մենք հիմա չենք դուրս գալիս ԵԱՏՄ-ից։ Այդ երկար process է, ու հիմա նայեք, դուք ինքներդ վերահսկեք այդ հանձնաժողովը, որ ձեզ մոտ ինչ որ կասկածներ չառաջանան։ Բայց ամփոփելով այս թեման դեռ գնում է քննարկում, դուք գիտեք, հանձնաժողովի նախագահներին ՍՀՍ-ը կսկսեն ընտրել, օրինակ հիմա ազգային ժողովում քննարկում է պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեխնացուն քննարկվում է ինքը քաղաքապայմանագրից պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեխնացուն նորից քաղաքապայմանագրից քննարկվում է իրար հետևից բոլոր հանձնաժողովի նախագահների հարցերը կքննարկվեն դու գիտեք ավտոմատ տեղակալները այնտեղ որտեղ որ հանձնաժողովի նախագահան քաղաքապայմանագրերն է տեղակալը կլինի ընդդիմությունից ու հակառակը այդպես է այդ բանաձևը աշխատում այդ օրենքի որ
որ ընդդիմությունը ներգրաված լինի բոլոր հանձնաժողովներում ու կարողանա վերահսկել իշխանությանը, բայց ինչ եմ ուզում ասել, այս process-ը շարունակվում են ելույթները, բանավեճերը եւ այլ, բայց ինչքան հասկանում եմ, ստեղել իշխանությունը չի տորպեդավորի այն տեխնացուներին, որոնց կներկայացնի ընդդիմությունը։ Նորից կրկնում եմ, դա նույնիսկ եթե իմ սրտով չի, օրինակ իմ սրտով չի, որ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովից հրաժարվեց քաղ պայմանագիրը, բայց նշանակություն դա չունի։ Քաղ պայմանագիրը իմ կարծիքով որոշում ընդունեց լեգիտիմ վերջնականորեն, լեգիտիմորեն ձևավորել ազգային ժողովը։ Մի բանը ընտրություններն են ու կարծես թե լեգիտիմ են անցել, ժողովրդավար են անցել, ինչքան էլ նյուանսներ չլինեն, ինչքան էլ ընդդիմությունը աղմուկ չբարձրացնի, այդ process-ը օրինական էր, բայց ձևավորումն է ազգային ժողովի շատ կարևոր բան, քանի որ ինքը օրենքը ընտրական, ինքը օրենքները կապված ոնց է ձևավորում ազգային ժողովը, դրանք էլ ազդում են լեգիտիմության վրա այդ ամբողջ process-ի։ Դուք պատկերացրեք, եթե հիմա քաղ պայմանագիրը սկսի տորպեդավորել այն 4 հանձնաժողովների նախագահներին, որոնք կլինեն ընդդիմադիրներից։ Ես ձեզ ասեցի, ընդդիմադիրները, որ հանձնաժողովները վերցրեցին, ուժեղ Հայաստանը վերցրեց ֆինանսավարկային հանձնաժողովը, տարածքային եւ տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող հանձնաժողով եւ եվրոինտեգրացիայի։ Հայաստան դաշինքը խմբակցությունը վերցրեց մարդու իրավունքների հանձնաժողովը։ Պարզը մենք կարող ենք ասել, ինչ կապ ունի, ասենք, կուսակցությունը առնչվող Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչ կապ ունի մարդու իրավունքների հարցերի, բայց փաստը մնում է փաստ, այդ քվոթաների բաժանման ինստիտուտը ֆորմուլա շատ կարևոր է։ Եթե դու խախտում ես դա, ավտոմատ նշանակում է, որ իշխանությունները լեգիտիմությունը ջարդելու են, այդ դեպքում կջարդեն լեգիտիմությունը ազգային ժողովի։ Ես չեմ կարծում, որ դա կլիներ ճիշտ ճանապարհ։ Ես չեմ կարծում, որ դա կլիներ ճիշտ ճանապարհ, խաղի կանոնները պետք է հարգել, այդ օրենքը եթե իշխանությունը չփոխեց, միջև վերջ պետք է խաղի կանոնները հարգի։ Ես մենակ նորից ասում եմ, ինձ զարմացրեց, որ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովը չվերցրեցին քաղ պայմանագրի պատգամավորները։ Հիմա իմ կարծիքը նա է, որ այս աղմուկը Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի առաջացավ հենց նրանից, որ քաղ պայմանագիրը ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը պարզ է որոշում ընդունեց, որ ուղարկենք մեսիջ դեպի Պուտին, որ տեսար մենք նույնիսկ այդ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովը տվեցինք քո մարդկանց ուժեղ Հայաստանին, որը կվերահսկի այդ process-ները։ То есть Հակուն մենք ձեզանից ոչ մի բան չենք անում։ Եվրոինտեգրացիայի process-ը դանդաղ process է, երկարաժամկետ process է, ուրեմն մենք մնում ենք ԵԱՏՄ-ում, իմացեք դա։ Ոնց է արձագանքելու Ռուսաստանը, դժվարանում եմ ասել։ Ես օրինակ չեմ կարծում, որ Ռուսաստանը բավարարված կլինի այս ձևի քայլերով իշխանության կողմից, օրինակ Սարգիս Հանզադյանը, կներեք, Սարգիս Հանդանյանը։ Սարգիս Հանդանյանը, դուք գիտեք, ինքը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գլխավոր տեխնացու է հենց քաղ պայմանագրից։ Ու գնում էր քննարկում, այսօր կշարունակվի, իմ կարծիքով այսօր նույնիսկ քվեարկություն կլինի այդ հանձնաժողովի հետ կապված արտաքին հարաբերությունների։ Ու ինքը մի քանի մտքերով կիսվեց, երբ որ ելույթը ունենում էր, ներկայացնում էր իր տեսլականը, իր մոտեցումները արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքների հետ կապված, ինքը ասեց, որ մենք լիարժեք անդամ ենք ԵԱՏՄ-ի, չենք պլանավորում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ուրեմն ճիշտ եմ ես կրահում, որ գործող իշխանությունը Հայաստանի մեսիջ է ուղարկում Պուտինին, որ տեսար նույնիսկ բաշխում այդ հանձնաժողովների ցույց է տալիս, որ մենք ոչ միտեղ դուրս չենք գալիս։ Հանդանյանի մի ասածը ինձ շատ զարմացրեց, երբ որ ինքը ասեց, որ եվրոինտեգրացիայի process-ը դա ներքին բարեփոխումների process է, եվրոինտեգրացիայի process-ը ավտոմատ արտաքին հարաբերությունների հարց է, ավտոմատ։
քանի որ Եվրոմիությունը այդ մեծ ամենահզոր կամ հզորներից մեկը աշխարհում միջազգային կառույց է, ուրեմն հարաբերվելը, ձգտելը Եվրո միության անդամ դառնալը, օրենք դրա հետ կապված ընդունելը, դա արտաքին հարաբերությունների վերաբերող հարցեր է, ու մյուսը պարոն Խանդանյանը այդպես մեսիջ ուղարկեց, ինքը ասեց, որ մենք հույսով ենք, որ Ռուսաստանի փակելը Ռուսաստանի կողմից մեր իրանց շուկան մեր ապրանքների առջև դա քաղաքական հարց չէր, քաղաքական աստար չուներ, դու պետք է հիասթափեցնեմ պարոն Խանդանյանին, իմանալով բավական լավ ռուսական համակարգը, դա հենց քաղաքական որոշում էր մեր դեմ ուղված եւ քաղաքական այդ որոշումը կշարունակվի։ Ես համոզված չեմ, որ այս մեսիջները ուղարկված Հայաստանի կողմից, որ քաղաքապայմանագիրը չվերցրեց եվրոինտեգրացիայի հանձնաժողովը, տեսակ մենք ձեր մարդկանց ուժեղ Հայաստանի մարդկանց նույնիսկ պաշտոններ ենք տալիս, ես չեմ կարծում, որ կաշխատի։ Իդեպ ասեմ ձեզ Ռուսաստանը պարբերաբար անում է հայտարարություններ, պարոն Գալուզինը այս անգամ Ռուսաստանի փոխարգորդնախարարը հերթական անգամ խոսեց ՀԱՊԿ-ի մասին ու ինքը նշեց, որ ՀԱՊԿ-ը որոշում կկայացնի Հայաստանի հետ կապված։ Ինչքան հասկանում եմ, Ռուսաստանը պլանավորում է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում որը կանցնի, ինչքան հասկանում եմ, նոյեմբերի 11-ին ինքը ՀԱՊԿ-ը իմ կարծիքով կարող է հանել իր կազմից կամ վերջնականորեն ձայնից զրկել Հայաստանը։ Դուք գիտեք, Հայաստանը չի մուծում 2 տարի բյուջե փողերը, ՀԱՊԿ-ի բյուջե, ՀԱՊԿ-ը պարզ է իրավունք ունի սանկցիաներ կիրառել տարբեր ձևերի, ու ես կարծում եմ նոյեմբերի 11-ին կքննարկվի ոչ միայն հարց Հայաստանը զրկել ձայնի իրավունքից, նաև Հայաստանը կարող են հանել կազմակերպությունից։ Դուք գիտեք, ՀԱՊԿ-ի խաղի կանոնների համաձայն ՀԱՊԿ-ի գլխավոր մարմինը դա կոչվում է խորհուրդ ՀԱՊԿ-ի բարձրագույն խորհուրդ, դա ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների չի բացառվում, որ բացի ձայնի զրկումից մեզ ի պաշտոն է, մենք չենք մասնակցում, բայց դե յուրե ձայնի զրկումից նաև կարող են հանել ՀԱՊԿ-ից։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը, կշարունակի կոշտ իր քաղաքականությունը մեր դեմ ուղղված։ Ու անցնում եմ կարևորագույն այսօրվա հարցի, պարոն Ալիևի, Ադրբեջանի նախագահի այցելության մասին ուզում եմ մի քանի խոսք ասել, ինքը այցելեց Նախիջևան ու Նախիջևանում մի քանի մտքերով կիսվեց։ Առաջինը ինքը ասեց, որ այս Զանգեզուրի Միչանսկի այդ ծրագիրը եւ այլ կդարձնի Նախիջևան շատ կարևոր հաբ, շատ կարևոր կոպիտ ասած տրանսպորտային հաբ է դարձնում Նախիջևանով տրանսպորտային գծեր կանցնեն, ինքը ասեց, որ դեպի Հորադիս եւ երկաթգիծը եւ ավտոմոբիլային ճանապարհը ավարտված են, կոպիտ ասած դեպի Հայաստանի սահման գրեթե հասավ երկաթգիծը ու հասավ ավտոմոբիլային ճանապարհը Ադրբեջանի, ինքը ասեց դեր Հայաստանի մասը այդ մեծ ծրագրի դեր պատրաստ չի, ասեց նաև ինքը ասեց, որ Եվրոմիությունը Նախիջևանի զարգացման հետ կապված ունի լուրջ պլաններ, Նախիջևանի երկաթգծի հետ կապված, մենք այնտեղ ասում վերանորոգում արեցինք, բայց Եվրոմիությունը շահագրգռված է, այս ձևի մտքերով ինքը կիսվեց, ինքը նաև ասեց, որ Ադրբեջանը ունի պլաններ կապնվել Նախիջևանի հետ ոչ միայն երկաթգծով, ավտոմոբիլային ճանապարհով, TRIP ծրագրի շրջանակներով, նաև էլեկտրահաղորդման գծերի միջոցով, Հայաստանի տարածքով, մենք քննարկել ենք դա, հիշում եք Նիկոլ Փաշինյանն էլ այս ծրագրերի մասին խոսում էր,
Եվ շատ կարևոր բան ինքը ասեց, որ Նախիջևանում նույն կառավարում կմցվի, որը մցվեց Ղարաբաղում, կառավարում ուղիղ նախագահի կողմից, то есть Նախիջևանը իրանք որպես միավոր ավտոնոմիա վերացնում են այնտեղ էլ իրանք փորձում են ուղղակի կառավարում մտցնել նախագահի կողմից, նախագահի բանագնաց կլինի այնտեղ, ոնց հիմա կա Ղարաբաղում։ Այդ ասեց Իլհամ Ալիևը, քանի որ Ղարաբաղում ասում է լավ դա աշխատեց, հիմա մենք մտցնում ենք դա նաև Նախիջևանում։ Հիմա երկու թեզեր, որոնք ասեց Իլհամ Ալիևը, որոնց իմ մոտ առաջացրեցին հարցեր։ Ինքը ասեց, որ TRIP ծրագրի շրջանակներում Ադրբեջանի մասնակիցները մտել են Հայաստան, ուսումնասիրել են այս ճանապարհները երկաթգծի, ավտոմոբիլային հնարավորություն անցկացնել Հայաստանի տարածքով ու կապնվել Նախիջևանի հետ։ Ու ինքը ասեց մեր մասնակիցները մտան նաև ինչի համար։ Էլեկտրահաղորդման գծերի համար կարելի է գտնել տեղ, որ այդ էլեկտրահաղորդման գծերը ունենան հենասյուններ։ Ու ինքը ասում է մեր մասնակիցները ասում են ինչքան էր այնտեղ նեղ չի մեղրի այդ ճանապարհը։ Ասում է մեր մասնակիցները ասում են կարելի է հենասյուններ դնել։ Ну, անկեղծ ես ասեմ, ես շատ զարմացած եի, քանի որ չեմ լսել, որ Ադրբեջանի մասնագետները TRIP-ից ծրագրերով մտնեն ստեղ կամ այլ ծրագրերով, ես չեմ լսել։ Թուրքիայի մասնագետները օրինակ Անի կամուրջի վերականգնալ հետ կապված մտել են Հայաստան, մենք գիտենք, բայց Ադրբեջանի չեմ լսել, մեր կառավարությունը իմ կարծիքով պետք է արձագանքի։ Ու երկրորդը, երբ որ Իլհամ Ալիևը խոսեց մեր ատոմակայանի մասին, որ պետք է փակվի, հին է, ի վերջո պետք է փակվի, հա, Մագատեն ասում է վտանգ չի ներկայացնում, բայց պետք է փակվի, ինքը ստեղ ինչ ասեց։ Ասում է, ի վերջո էլեկտրականությունը Հայաստանին պետք է։ Ուրեմն ինքը ասում է դա է պատճառը, որ էլեկտրահաղորդման գծերը Հայաստանն էլ պետք է շահագրգռված լինի, որ կառուցվի, մենք կապնենք Նախիջևանի հետ, բայց այդ էլեկտրահաղորդման գծերից կօգտվի նաև Հայաստանը։ Բայց ինքը ստեղ նաև մի միտք ասեց, որ Հայաստանի ատոմակայանը չի գտնվում Հայաստանի կառավարման ձեռքերում, որ մեր ատոմակայանը մենք չենք կառավարում, ես ճիշտ ասած ես դեպի բան չեմ լսել, ստեղ էլ իմ կարծիքով պետք է արձագանքի մեր կառավարությունը։ Ինձ դա որպես անվտանգության հարց հուզում է։ Ինչքան գիտեմ, մենք ենք կառավարում մեր ատոմակայանը, վերականգնողական աշխատանքները անում ենք Ռուսաստանի հետ, նաև մեզ աջակցում են ամերիկացիք եւ եվրոպացիք, որ անվտանգ լինի ատոմակայանը։ Այդ ես ամեն ինչ լսել եմ, բայց չեմ լսել, որ կառավարումը մեր ձեռքում չի։ Ես ավարտեցի իմ ելույթը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, լայքել, կիսվել։